Вопрос и Армине. Уважаемые дамы, по вашему мнению, почему многие становятся николаканами? Они не становятся николаканами. Они рождаются. Нет. Это люди, которые в какой-то момент... Նախ եկեք հասկանանք ինչ բան է նիկոլականը, դա մարդիկ են, որոնք իրանց պատկերացմամբ արժանի են եղել ավելինին եւ չհասնելով այդ իրանց պատկերացրած բարձունքներին, այո, մեղադրել են ոչ թե իրանց այլ գործող իշխանություններին, համարելով որ եթե իշխանությունը փոխվի, իրանց կյանքը ավելի կլավանա, իրանք զբաղեցնեն այն դիրքը, իրանց կյանքը ավելի լավացավ։ Մի վարքյան։ Մենք հիմա լուրջ ենք խոսում։ Ամենավառ օրինակը այն գաճաճ հովոնը։ Տատիկին, ահաբեկեց տատիկի թոշակը տարավ նվիրեց ՔՊ-ին, Ալիևին նամակը գրեց, Մեհրիբանի քամակը պաչեց, ու հետո հիասթափվեց, ու հետո շատ հուզիչ է։ Իսկ հետո մենք տեղեկանում ենք, որ իր հիասթափության պատճառը այն է, որ նա ուզում էր դառնալ պատգամավոր, չդարձավ եւ հիասթափվեց։ Այսինքն, այդ մարդիկ ակնկալում են ինչ որ դրական փոփոխություն իրանց կյանքում, որը չիրականացավ։ Այսինքն, տենց մարդիկ միշտ լինում են, բոլոր հասարակություններում լինում են դժբախտ հարևաններ, բադ բան եմ ասում, մերձավորներ, հասարակության մեջ կա այդ շերտը եւ ամեն ճիշտ ասում, բոլոր ժողովուրդների եւ բոլոր երկրներում դա արկա է, այդտեղ ինչ որ արտառոց բան չկա։ Այսինքն մարդիկ չեն դառնում նիկոլական, մարդիկ դառնում են բողոքական տեսնելով իրանց ամբիցիաների եւ իրականության անհամապատասխանելիությունը։ Նրան ինչին ու ամենացավալին այն է, որ նրանք երբեք այդ իրանց քայլերի հետևանքները չեն հաշվառում, որ մարդիկ այդ պահին Նիկոլը լիներ Չալոն, իրանք գնալու էին այդ Չալոյի հետևից, որովհետեւ նրանք մարդու հետևից չեն գնացել, այլ գնացել են իրենց ամբիցիաների իրականացման հետևից, չհաշվառելով այն հետևանքները, աղետալի հետևանքները, որին մենք այսօր ականատես ենք։ Հիմա այդ զանգվածի նիկոլականների պայմանականը մի զգալի հատված, այս 7 տարվա ընթացքում հիասթափություն է ապրել եւ մնացել է անտեր ու անտիրակալ, որովհետեւ չկա ուժ, որին նրանք կարողան կպնել, որովհետև այսպես կոչված նախկիններին նրանք չեն ուզում, Նիկոլին չեն ուզում եւ մնացել են այսպես օդում կախված, իսկ այն մարդիկ, որոնց համար ցավալի է ընդունել իրենց սեփական սխալը եւ այդ բանը փսիխիկայի պաշտպանողական մեխանիզմներն են սկսում գործել, երբ որ նրանք շարունակում են պաշտպանել իրենց սխալը, որ չխելագարվեն ու չկիսեն մեղքը այն ամեն ինչի համար, ինչը բերել է այս ողբերգության, այսինքն նրանք համարում են, ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ լավ է, դրա իդեպ ասած ամենացայտուն օրինակը Լուլուն էր, եթե հիշում եք 20 թվականի պարտությունից հետո, որ մարդը կոտրվեց, որ դիմում էր ուզում, մանդատն էր ուզում, վայր դներ, հա, հետո իրան հրավիրեցին կաբինետ, լուսանկարները եւ ձայնագրությունները ցույց տվեցին, ասեցին աղջիկ ջան, ուշքի արի, հիմա Լուլուից հավատարիմ Նիկոլա Պաշտ այս աշխարհում գոյություն չունի։ Այսօր էլ ինչ որ բան երբ հավատում են նրան, որ Նիկոլը փրկություն է եւ ինչ անում է Նիկոլը ճիշտ է անում ու ոչ թե որտեվ Նիկոլը ճիշտ է եւ Նիկոլը իր психикան այդ պաշտպանողական մեխանիզմներն է միացրել։ Այսինքն люди не становятся николаканами. Люди просто хотят чего-то, чего они на самом деле недостойны, независимо от власти, и люди, которые не умеют просчитывать последствия своих ошибочных решений. Вот и вся проблема.